Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին։ Համաշխարհային տնտեսական այս ֆորումը շվեյցարական ոչ կառավարական կազմակերպություն է։ Այն 1976 թվականից ամենամյա հանդիպումներ է անցկացնում բիզնեսի առաջատար ներկայացուցիչների, քաղաքական առաջնորդների և տարբեր ոլորտների փորձագետների հետ։ Այս տարի այն անցկացվում է համագործակցության խելացի դարաշրջանի համար խորագրի ներքո։ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ ԶՈՒԳՇՊետ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասերյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 15-ից աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։ Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության նիստը նպատակաուղղված է գլոբալ և տարածաշրջանային արդիական սպառնալիքների, այդ թվում նաև մարտահրավերների իրազեկման ու դրանց մեղմացման համար հավաքական լուծումների որոնմանը։ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հունվարի 16-ին կոչ է արել Հայաստանի իշխանություններին տեր կանգնել Ադրբեջանում պահվող գերիներին, գործի դնել բոլոր առկա մեխանիզմները նրանց իրավունքների պաշտպանության և հայրենիք շուտափույթ վերադարձի համար։ Հայտարարությունը համընկնում է հունվարի 17-ին Բաքվում սկսվող Ղարաբաղյան նախկին առաջնորդների դատավարության հետ։ Լեռնային Ղարաբաղի ազգային ժողովի պատգամավորները գտնում են, որ գերիների պաշտպանությունը և ազատ արձակումը հայկական ղեկավարության բարոյական և իրավական պատասխանատվությունն է և պարտականությունը։ Եթե քեզ հետ որևէ դժբախտություն է պատահում, դու պետք է պատրաստ լինես աշխատել դրանից ազատվելու համար։ Սա աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Նազավուրի խոսքերն են, որն իր ողջ գործունեության ընթացքում մի շարք ստեղծագործություններով աշխարհին պատմել է հայերի և Հայաստանի մասին, արել բարեգործություններ և դժվարին օրերին եղել Հայաստանի կողքին։ Если с тобой случается какое-то несчастье, ты готов работать, чтобы избавиться от этого несчастья. Մայրամուտներ Արարատի ֆոնին, եկեղեցի, ծիրան, լավաշ, սարեր ու ձորեր։ Ահա թե ինչն է բնորոշ Հայաստանին։ Այս կարճոլավակը պատասխանն է յուրաքանչյուր հայի, թե ով է և որտեղից է եկել։ Աշխարհում